Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք փորձնական ճանապարհով կստուգենք գլիցերինի որպես բազմատոմ սպիրտի առկայությունը լուծույթում։ Կօգտվենք պղնձի երկրորդ հիդրոքսիդի կուպրում OH2-ի հետ նրա ունեցած որակական ռեակցիայից։ Գլիցերինը C3H5OH3-ը օրգանական միացություն է, որն ունի 3 հիդրոքսիլ խմբեր, եւ դրանցից երկուսը գտնվում են հարևան ածխածնների վրա, կազմելով վիցինալ դիրքավորում։ Այս կառուցվածքը թույլ է տալիս գլիցերինին փոխազդել պղնձի իոնների հետ, առաջացնելով յուրահատուկ կապույտ լուծույթ։ Որակական հայտնաբերումը նշանակում է փորձարական եղանակով պարզել, թե տվյալ լուծույթում կամ նմուշում կա արդյոք տվյալ նյութը, այս դեպքում գլիցերինը, առանց դրա քանակը չափելու։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են քիմիական բաժակ 50 մլ, 2 պիպետ, չափիչ գլան 100-ից 150 մլ, ապակե ձող, գլիցերին 5 մլ, թորած ջուր, 5% պղնձի սուլֆատի կուպրում SO4-ի լուծույթ 10 մլ, 5% նատրիումի հիդրոքսիդի լուծույթ 10 մլ։ Վերջին երկու նյութերը մեզ պետք են պղնձի երկրորդ հիդրոքսիդ ստանալու համար։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ և դնել ակնոց։ Ալկալու հետ աշխատել զգույշ, մաշկին թափվելու դեպքում լվանալ առատ հոսող ջրով, այնուհետև մաշկը մշակել բորաթթվի կամ քացախտթվի թույլ լուծույթով։ Փորձի ստացած թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Քիմիական բաժակի մեջ լցնենք մոտ 2 մլ գլիցերին։ Ավելացնենք մոտ 8 մլ ջուր։ Բաժակի պարունակությունը խառնենք ապակե ձողով։ Ավելացնենք մոտ 4 մլ 5% պղնձի սուլֆատի լուծույթ։ Ապա ավելացնենք 8 մլ 5% նատրիումի հիդրոքսիդի լուծույթ և խառնենք։ Տեղի է ունենում հետևյալ քիմիական ռեակցիան և արդյունքում, ինչպես տեսնում եք, առաջանում է կուպրում OH2-ի կապտավուն նստվածք։ Իսկ ահա գլիցերինի առկայությունը ստուգելու համար մեզ անհրաժեշտ էր հենց թարմ ստացված պղնձի երկրորդ հիդրոքսիդը։ Երբ գլիցերինը փոխազդում է դրա հետ, առաջանում է կապույտ թափանցիկ լուծույթ, որն էլ գլիցերինի որակական ցուցիչն է։ Ահա փորձն ավարտեցինք, կարգի բերենք աշխատասեղանը, հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Փորձնական աշխատանքով պարզեցինք, որ գլիցերինը որպես բազմատոմ սպիրտ արձագանքում է թարմ ստացված պղնձի երկրորդ հիդրոքսիդի նստվածքին, առաջացնելով կապույտ թափանցիկ լուծույթ։ Այս գույնային փոփոխությունը վկայում է գլիցերինի վիցինալ հիդրոքսիդային խմբեր ունեցող սպիրտի առկայության մասին։ Այսպիսով մենք հաստատեցինք, որ գունային փոփոխության միջոցով կարելի է գլիցերին հայտնաբերել որակական փորձի միջոցով։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։